Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի վարչապետ Ֆրեդերիխ Մերցի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրագարկի վերաբերյալ համատեղ հռչակագիրը ստորագրած են եւ հանդես եկած հայտարարություններով։ Հռչակագիրի մեջ մասնավորապես նշված է. «Գողմերը Եվրամիություն Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրով կվկայագործեն սահմանված շրջանակը, ինչպես նաեւ Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրագարկի մեջ սահմանված առաջնահերթությունները։ Գողմերը մտադիր են համագործակցելու հետևյալ ոլորտները ներս չսահմանափակվելով՝ քաղաքական եւ թիվանագիտական համագործակցություն, տնտեսական եւ արևդրային համագործակցություն, մշակույթ, կրթություն, լեզու եւ մարդոց միջև փոխանակումներ, գիտություն եւ նորարարություն, անվտանգություն եւ պաշտպանություն։ Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ եւ հետեւաբար իրավունքներ եւ բարդավորություններ չստեղծեր։ Գողմերեն յուրաքանչյուրը կրնա որևէ բահուն դադրեցնել այս համատեղ հռչակագիրով նախադեсվող համագործակցությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան Բերլինի մեջ անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում մեջ արձանագրվող նոր զարգացումներուն, ընդգծելով, որ տարածաշրջանի մեջ արդեն կվերահաստատեն փոխադարձ հաղորդակցություններու կորզնական միջոցներ, որոնք կրնան հիմք հանդիսանալ երկարատև խաղաղության համար։ Փաշինյան հիշեցուց Ադրբեջանի այն որոշումը, որմով այդ երկրի դարածքով դեպի Հայաստան ապրանքներու դարանցման սահմանապահումները վերացված են։ Վարչապետը ընդգծեց, որ սա անկախ Հայաստանի պատմության համար աննախադեպ զարգացում է։ Վարչապետին խոսքով Հայաստանը նույնպես պատրաստ է բացման, ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով արդեն այսօր թույլ տալ Թուրքիա եւ Ադրբեջանի միջև բեռներու դարանցումը իր դարածքով։ Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ, այս մասին վստահեցուց Գերմանիայի վարչապետ Ֆրեդերիխ Մերց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ համատեղ մամլո ասուլիսին։ Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ, հստակ նախագիծերու շուրջ համաձայնություն ունենք։ Գերմանիան պիտի օգնի Հայաստանին նաև շարք նախագիծերու մեջ ուժանույթի ոլորտներն ներս ավելի մեծ անկախության հասնելու համար, ըսավ Մերց։ Ան նշեց, որ Հայաստանի վարչապետին հետ շատ հստակ խոսած են այն մասին եւ ձեռք բերած են համապատասխան համաձայնություններ, որոնք նաև գրավոր արտահայտություն ստացած։ Երկկողմ համաձայնություն կա մոտակա տարիներուն սերտորեն աշխատելու միասին։ Ադրբեջանի հետ խաղաղութենեն հետո պատմական առիթ կա լայն գայուն եւ եվրոպական հիմքի վրա դնել այս գործընթացը, նշեց Գերմանիայի վարչապետը։ Ըստ անոր Եվրոպան նույնպես մեծ գրավչություն ունի հարավային Կովկասի տարածաշրջանի երկիրներուն համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան Բերլինի մեջ այցելեց Գերմանիայի արևդուրի եւ արդյունաբերության պալատ։ Վարչապետը հանդիպում ունեցավ գերմանացի խումբ գործարարներուն եւ տնտեսական միավորումներու ներկայացուցիչներուն հետ։ Գերմանական արևելյան գործարար հիմնարկության գլխավոր տնօրեն Միքայել Հարմս շնորհակալություն հայտնած է վարչապետին հանդիպման համար եւ նշած, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ։ Իր խոսքի մեջ վարչապետ Փաշինյան ընդգծած է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական գաբերու հետեւողական զարգացմամբ եւ ընդլայնմամբ ավելցնելով, որ վերջին շրջանին արձանագրված է արևդրական շրջանառության ծավալներու թրական զարգացում։ Հանդիպման ընթացքին վարչապետը պատասխանած է նաեւ գործարարներուն հետաքրքրող տարբեր հարցումներուն։ Ավելի քան 30 տարվան բարեկամական հարաբերություններ թիմադեդրի էջին գրած է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր, նշելով, որ անընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկված են գերմանական-հայկական հարաբերությունները, Եվրոպայի մեջ դիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Գերմանիայի նախագահի էջին հիշեցում կա, որ այս տարվան մարտի վերջը Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր այցելած էր Հայաստան եւ հանդիպած վարչապետ Փաշինյանին հետ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիև Դոհայի մեջ համատեղ հարցազրույց մտված են Euronews-ին, անոնք պատմած են խաղաղության գործընթացի մասին։ Գրիգորյան ասաց է, որ առաջնորդները կմտածեին, թե ինչպես խաղաղություն եւ գայունություն բերել տարածաշրջան։ Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագիծերու իրականացումը պիտի բարձրացնի փոխկախվածությունը եւ պիտի ամրապնդի խաղաղությունը, ինչպես նաեւ տնտեսական օգուտ պիտի բերե երկու հասարակություններուն, ասաց է Գրիգորյան։ Ալիևի օգնական Հաջիևին խոսքով Հայաստանը եւ Ադրբեջանը Բրյուսելի մեջ հանդիպելու լավ առիթ ունեցած են, որ մեկ երկու երկիրներուն ղեկավարները որոշած են շարժիլ դեպի խաղաղություն եւ մեկում տնել անհամաձայնությունները։ Հագամարտության այս էջը փակված է, իրական խաղաղություն գդիր է Ադրբեջան-Հայաստանի հետ միասին ցերնամուխ գլա դարաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացման իշահ երկու երկիրներուն, նշած է Ալիևի օգնականը։ Վաշինգտոնի մեջ ցերկ բերված համաձայնությունը կհանգեցնի երկու երկիրներու միջև Թրամփի երթուղի իրականացման, որը անոնց խոսքով ամբողջությամբ պիտի փոխի Եվրասիական մայրցամաքի ճանապարհային քարտեզը։
Արտաքին գործոս նախարարի դեղակալ Վահան Գոստանյան ընդունեց Հայաստանի մեջ Բուլգարիո նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովը հավադարմակրելու բաժնի հանձնման առիթով կողմերը անդրադարձած են նաև Հայաստանի Եվրամիություն գործընկերության շրջանակներում մեջ Հայաստանի եւ Բուլգարիո միջև համագործակցության խորացման այս պարունակի մեջ առանձնանշելով դեկտեմբեր 2-ին ստորագրված Հայաստանի Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրագարկ փաստաթուղթի կարևորությունը զրուցակիցները միտքեր փոխանակած են նաև դարաշրջանային եւ միջազգային օրագարկի շարք հարցերու շուրջ Ցեղասպանության զոհերու հիշադակի եւ ցեղասպանության միջազգային օրը Նյու Յորքի մեջ արտաքին գործոս նախարարի դեղակալ Ռոբերտ Ապիսողոմյան մասնակցած է եւ ելույթով հանդես եկած ՄԱԿ գլխավոր վեհաժողովի լիակումար նիստին Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված ցեղասպանության հանցագործության զոհերու հիշադակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան 10-ամյակի նվիրված բարձրաստիճան հանդիպումին Ռոբերտ Ապիսողոմյան իր ելույթի մեջ ընդգծած է ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական բարդավորություն չէ այն մեր հավաքական խիղճի փորձությունն է այսօր մենք ամբողջովին վճռական ենք շարունակելու զարգացնել գործողությունները քաղաքականությունն ու գործընկերությունը կանխարգելման գործը խթանելու համար որպես հարկանքի դուրք մեր անցյալին որպես բարդավորություն շարունակվող պատերազմներուն եւ հագամարտություններու զոհերուն արչեւ եւ որպես խոստում նողգալի արհավիրքեն զերծ աբակայի ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական բարդավորություն չէ այն մեր հավաքական խիղճի փորձությունն է ուրեմն եկեք ապահովենք որ այլևս երբեք դառնա ոչ թե հիշադակի կրկնվող Կախոս այլ գարավարման սկզբունք Ավստրալիան աշխարհի առաջին երկիրն է, որը գարկիլ է մինչև 16 տարեկան երեխաներուն օգտվել ընկերային ցանցերեն։ Երկրի խորհրդարանի կողմեն 2024 թվականի նոյեմբերին ընդունված օրենքը ուժի մեջ մտավ չորեքշաբթի դեկտեմբեր 10-ին։ Արգելքը, որում նպատակն է պաշտպանել երեխաները անօրինական փոխանցագութենեն TikTok-ի, YouTube-ի, Instagram-ի, Snapchat-ի, Facebook-ի, Reddit-ի եւ X-ի վրա։ Այն չի վերաբերիր WhatsApp-ին, էլեկտրական փոստի հավելվածներուն, առցանց խաղերուն եւ գրթական նախագիծերուն։ Ավստրալիո վարչապետ Անթոնի Ալբանիզ լրագրողներուն ասաց է, որ օրենքը պիտի օգնի երեխաներուն ունենալ բնական մանկություն, ծնողներուն պիտի ապահովի հոգեգան հանգստություն եւ ծառայի որպես օրինակ այլ երկիրներուն համար։ Արգելքը չկատարելու բարակային բարձր դուքանքներ պիտի լան։ Գերմանիո մեջ ժողովրդի ճնշող մեծամասնությունը 77% ասաց է, որ ամբողջովին կամ մասամբ կաչակցի նման օրենքի ընդունման։ Ցեզի հետ Աննի Զեյթունցյանը